Ձևերը երեքն են՝ ներքին, արտաքին և միջազգային կամ ազգային։ Ներքին գնահատման ձևը կիրառվում է դասի ընթացքում հարցման, ուսուցողական առաջադրանքների ստուգման միջոցով։ Արտաքին գնահատումը իրականացվում է դպրոցից դուրս գործող համապատասխան կազմակերպությունների միջոցով։ Միջազգային կամ ազգային գնահատման ձևը ազգայինը, երբ ուսումնական գործընթացի արդյունքները բացահայտվում են դպրոցում կամ տվյալ մարզում, իսկ միջազգային գնահատումը իրականացվում է միջազգային ստուգատեսների միջոցով։ Ըստ նպատակադրման գնահատման ձևերը լինում են ընթացիկ գնահատում, երբ ուսումնական նյութի մի մասի յուրացման աստիճանն է ստուգվում, ամփոփիչ գնահատում, երբ ամբողջական թեմայի յուրացման աստիճանն է ստուգվում, հայտորոշչի գնահատում, ճշգրտվում է ուսումնական նյութի յուրացման տարապատկերը, ձևավորող գնահատում, նյութի բովանդակությունը և ծավալն է ճշգրտվում և հետազոտական գնահատում, ուսումնական գործընթացի կազմակերպումը և արդյունքներն է ճշգրտում։ Գիտելիքի գնահատման երեք հիմնական հասկացություններն են՝ վավերականությունը, արժանահավատությունը և իրագործելիությունը։ Վավերականություն կարող է կոչվել վավերական այնքանով, որքանով հնարավոր է ցույց տալ, որ այն, ինչ իրականում գնահատվում է, հենց այն է, ինչ տվյալ համատեքստում պետք է գնահատվեր։ Արժանահավատություն դա տեխնիկական եզրույթ է, ցույց է տալիս, թե լեզվական նույն մակարդակում գտնվող սովորողները ինչպես են իրենց դրսևորում միևնույն գնահատման համակարգում, և իրագործելիությունը այն կախված է չափորոշչի վավերականությունից և կյանքում գիտելիքի կիրառությունից։ Կրթության որակի բարելավմանը կարող են խոչընդոտել երեք հիմնական գործոններ։ Առաջինը դա կրթության կազմակերպման ձևերը, պայմանները, ինչպես նաև կրթական չափորոշիչները և դասագրքերն են։ Երկրորդը աշակերտի սովորելու նվազ ցանկությունը և ուսուցչի թերի կամ ցածրորակ աշխատանքը։ Ընթացիկ գնահատումը լինում է երկու տեսակի՝ միավորային և ուսուցանող։ Միավորային գնահատումը ունի վերահսկող դեր։ Դրա նպատակն է թվանշանների միջոցով գնահատել աշակերտի ձեռքբերումները։ Այն նախատեսվում է կիրառել ուսումնական որևէ թեմա անցնելուց հետո։ Միավորային գնահատումն ունի նաև մրցակցային բնույթ։ Իսկ ուսուցանող գնահատումը նախատեսված է գնահատումների և արժևորումների օգտագործում զուտ սովորելու և սովորեցնելու նպատակով։ Այն միտված է կրթության որակի բարելավմանը։ Դասարանային գնահատում, ուսուցման ուսումնառության և գնահատման կապը։ Նախ և առաջ նշեմ, որ գնահատումը սահմանվում է որպես տեղեկատվության ձեռքբերման գործընթաց, իսկ դասարանում նշանակում է քանակական և որակական տվյալների նպատակային հավաքում։ Ուսուցիչների համար գնահատման նպատակը սովորողների մասին որոշումներ կայացնելն է, թե որպես խումբ և թե որպես անհատ։ Դասարանում գնահատումը ենթադրում է սովորողների կողմից առաջադրանքների կատարումը զանազան միջավայրերում և համատեքստերում։ Գնահատումը կարող է լինել կամ չլինել միջամտողական, այլ կերպ սովորողները կարող են իմանալ, թե իրենց ինչի համար են գնահատում, կամ գնահատումը կարող է կատարվել դասավանդման հետ միաձուլ, աշակերտների կողմից ընկալվելով ընդամենը որպես իրենց սովորածի մեջ գործնականում վարժվելու հնարավորություն։ Գնահատումը սկսվում է նպատակների սահմանումով, այնուհետև շարունակվում է առաջադիմության ստուգումներով, իսկ վերջնական քայլը դա ավարտվում է նպատակների իրականացման արդյունքներով։ Գնահատման մասին խոսելիս պետք է սկսել ուսումնական նպատակներից։ Պետք է գիտակցենք և հասկանանք, թե ինչ է նշանակում ուսումնական նպատակ։ Ուսումնական նպատակները գործողության ուղեցույցներ են, ուղղորդում, ուղենշում են և որոշում են այն, ինչ անում է աշակերտը և ուսուցիչը։ Ուսուցման նպատակները հիմք են ապահովում հասկացությունների լուծման համար։ Հասկացություններն աշակերտների միջև, ինչպես նաև սովորողների և դասավանդողների միջև լուծվում են այն հիմունքով, թե սովորողները և ուսուցիչները ինչի են ցանկանում հասնել։ Եվ ուսուցման նպատակները գնահատման անհրաժեշտ պայման են։ Առանց իմանալու, թե ինչն է տվյալ աշխատանքի նպատակը, ոչ մի գնահատում չի կարող իրականացվել և անցկացվել։ Դասարանային գնահատման տեսակները երեքն են՝ նախնական գնահատում, ընթացիկ կամ ուսուցողական գնահատում և ամփոփիչ գնահատում։ Նախնական գնահատման նպատակն է պարզել սովորողների պատրաստվածության մակարդակը մինչև դասընթացի դասավանդումը։ Ընթացիկ կամ ուսուցողական գնահատումը կիրառվում է դասավանդման ընթացքում, իսկ ամփոփիչ գնահատումը, որի միջոցով գնահատվում են սովորողների հաջողությունները դասընթացի ավարտին։ Ուսուցողական կամ ընթացիկ գնահատման նպատակներն են բացահայտել աշակերտի ընթացիկ առաջադիմությունը և ըմբռնումը, տրամադրել հետադարձ կապ ինչպես ուսուցչին, այնպես էլ աշակերտին, շտկել ուսուցման և ուսումնառության գործընթացում առաջացած թյուր ըմբռնումները և օգնել աշակերտին գիտակցաբար իմաստավորել սեփական փորձը։
Ուսուցողական գնահատման գործառույթներն են. օգնում է ուսուցչին հետևել առաջընթացին և ճշգրտել ուսուցման քայլերը, խթանում է աշակերտի ճանաչողական, հուզական և կամային որակների զարգացումը, զարգացնում է ինքնագնահատման և համադասարանցիների գնահատման կարողությունները, ինչպես նաև նպաստում է սովորել սովորելու հմտությունների ձևավորմանը։ Ուսուցողական գնահատման դրական ազդեցությունները կրթական համակարգի վրա։ Առաջինը, ուսուցողական գնահատումը բարձրացնում է սովորողների առաջադիմությունը և ուսման մոտիվացիան։ Աշակերտները դառնում են ավելի պատասխանատու և ինքնուրույն սովորողներ, իսկ ուսուցիչը դառնում է աշակերտի առաջընթացի գործընկերը, ոչ թե դատավորը։ Սովորողների գիտելիքների արդյունավետ գնահատման սկզբունքները։ Արդյունավետ գնահատման սկզբունքները 4-ն են. Առաջինը՝ արտարություն և անկողմնակալություն։ Բոլոր աշակերտները պետք է ունենան հավասար հնարավորություններ։ Երկրորդը՝ դա հուսալիություն և հետևողականություն։ Տարբեր ուսուցիչների կողմից կիրառվող գնահատումը պետք է լինի միասնական և համաչափ։ Հիմնավորվածություն և վստահելիություն։ Գնահատման մեթոդները պետք է կապ ունենան դասընթացի իրական բովանդակության հետ։ Եվ վերջինը՝ թափանցիկություն և մատչելիություն։ Գնահատման չափորոշիչները պետք է լինեն պարզ և հասկանալի բոլորի համար։ Եվ եզրակացությունը, ուսուցողական կամ ընթացիկ գնահատումը շարունակական գործընթաց է, որը նպաստում է աշակերտի առաջընթացին, մտածողության զարգացմանը և ինքնուրույն ուսումնասիրությանը։ Այն ուսուցչին օգնում է դասավանդումն ավելի արդյունավետ դարձնելու, իսկ աշակերտին իր սովորելու ուղին գիտակցելու և կատարելագործելու համար։ Աշակերտի գիտելիքների արդյունավետ գնահատումը պետք է լինի արդար, հուսալի և շարունակական։ Այն միտված է ոչ թե միայն արդյունքների ստուգմանը, այլև կրթության որակի բարելավմանը և աշակերտի անհատական առաջընթացին։